Ամալիա Հովհաննիսյանի Լայֆրում հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր երգչուհի Անի Ամիրյանը։ Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը տարիներ շարունակ ամուսնացած էին, և շատերի համար անսպասելի էր բաժանության մասին լուրը։ Թեպետ լուրերը տարածվեցին շատ ավելի ուշ, քան բուն բաժանությունն էր տեղի ունեցել։ Ծանր էր արդյոք նման որոշում կայացնելը։ Կովիդի ժամանակ շատ ընտանիքներ բաժանվեցին։ Ես տեսնում էի Ստեփանի համար ինչ դժվար է տրվում տանը մնալը։ Նա շատ էր դրսում լինում։ Եթե քնելը հանենք, կհաշվենք երևի 1 ժամ, որ ինքը տանն էր լինում, իսկ այդ ժամանակ պետք էր 24 ժամ տանը մնալ։ Այդ ժամանակ մեր հարաբերությունները լարվեցին և մենք դժվար շրջափուլ անցանք։ Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տուն, մի քիչ հանգստանամ էդգժանոցից։ Տարի մի քանի ամիս ապրեցի Մարթայի հետ մենակ առանց Ստեփանի։ Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք։ Այդ ընթացքում իմ մտքում ինչպես փրկել ընտանիքը։ Կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածել ամուսնալուծության մասին, բայց դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր, որովհետև 10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել։ Հիմա կարող եմ ասել, որ Ստեփանը ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին, մի օր գալով ասելով, որ էլ չի ուզում ապրել ընտանիքում և չի ուզում կրել չակերտներում հավատարիմ ամուսնու դերը։ Այդ ժամանակ կարծես հողը ոտքերիս տակ փախներ։ Հասկացա, որ ոչինչ իմ ձեռքերում չէ և պետք է ենթարկվել այդ պահի խաղի կանոններին։ Ստեփանը ինքը որոշեց և իմ, և իր փոխարեն։ Հիմա հասկանում եմ, որ նա ամենալավ բանն է արել, վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը, ինձանից ամուսնալուծվելով։ Այո, շատ բաներ խոցեց, տապալեց, տապալվեցի և սկսեցի էլի մոխրից ոտքի կանգնել։ Սկսել եմ զրոյից, բայց շնորհակալ եմ Ստեփանին դրա համար, այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, չունեի ժամանակին, և դա ինձ Ստեփանն ա տվել։ Այժմ հարցեր, որոնց պատասխանել է Ստեփան Ղամբարյանը։ Նշենք, որ հարցազրույցն արխիվային է և այն պատրաստել է Ամալիա Հովհաննիսյանը։ Ստեփան, առաջնորդների ավարտից տևական ժամանակ է անցել, սակայն ձեզ չենք տեսնում այլ հեռուստանախագծերում, ինչով եք զբաղված հիմա։ Սուրեն Շահվերդյանը սկսել է բեմադրել Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ» ցանկությունը, որը համաշխարհային լավագույն գործերից մեկն է։ Ինձ համար շատ պատասխանատու աշխատանք է, որովհետև կարևոր և կենսագրական դեր է։ Առայժմ զբաղված եմ դրանով, Համազգային թատրոնի ներկայացումներով և մանկավարժի իմ գործունեությամբ։ Այլ գործերով զբաղվել չեմ ուզում։ Ինչու՞։ Նկարահանվելու առաջարկներ կան, սակայն չեմ ուզում մտածել սերիալների, հեռուստատեսային նախագծերի մասին, որովհետև դրանք շատ ժամանակատար են։ Երկարատև սերիալից հետո պետք է հանգստանամ։ Ինչ տվեց ձեզ 2 տարի ամեն օր էկրաններին լինելը։ Երևի ավելի մեծ ճանաչում։ Առաջնորդները լայն զանգվածների համար էր, նայում էին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Վերջերս հանգստի էինք մեկնել, ինձ նույնիսկ ղազախներն էին ճանաչում, քանի որ սերիալն իրենց երկրում էլ է ցուցադրվում։ Իսկ մասնագիտական առումով, որպես դերասան ինձ փորձ տվեց։ Եվս մեկ անգամ հասկացա, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել սերիալում։ Եվ ինչ չի կարելի անել սերիալում։ Շատ բաներ, պետք է ուշադիր լինել սեփական գործի հանդեպ, լրջորեն մոտենալ գործիդ և հենց այնպես ես տեսարանն էլ, էսօրն էլ չնկարահանել ու հանգիստ լինել, որ ունես մշտական աշխատանք, ամեն օր խաղում ես սերիալում։ Հիմա ո՞րն է ձեր նպատակը։ Շատ եմ ուզում արժեքավոր մի բան ստեղծել։ Լավ, այս սերիալում էլ նկարահանվեցի, մյուսում էլ, սիթքոմ էլ գնացի, ինչ է դա տալիս։ Նախագծից նախագիծ ես գնում ու ոչինչ չի փոխվում, նույն դրամատուրգիայով կերպարներ ես մարմնավորում, չես հասցնում լցվել։ Պետք է գրական հիմք լինի, որի վրա հիմնվելով ներկայացնես քոնը ու ստանաս հետաքրքիր մոդել։ Ես երազում եմ ամեն օր ընկերներիս հորդորում եմ, խնդրում ու պահանջում արժեքավոր մի ֆիլմ նկարահանենք։ Լինելով դերասան, պատրաստ եմ զբաղվել նաև պրոդյուսինգով և դռնեդուռ ընկնել, գումար հայթայթել, բայց ուզում եմ մնայուն գործ անել։ Մտածում եմ Սարոյանի գործերից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանենք։ Ինչու մենք չանենք լավ գործ, որը կմնա մեզանից հետո։ Մենք ունեցել ենք, մենք ենք մեր սարերը, Սարոյան եղբայրները և բազմաթիվ լավ ֆիլմեր։ Ժամանակին մեր մեծերը ֆանտաստիկ գործեր են արել։
Բա մենք ինչ ենք անելու։ Կարծես թե գտել եմ համախոհներ, որոնց հետ կարող ենք աշխատել։ Հաճախ պրոֆեսիոնալ դերասաններին քննադատում են իրենց ոչ հարիր նախագծերում նկարահանվելու համար։ Սակայն քննադատողներից որևէ մեկը չի պահում տվյալ մարդու ընտանիքը։ Արդյոք հայկական իրականության մեջ փակուղում հայտնվելու խնդիր չի առաջանում։ Ես մինչև հիմա էլ փակուղու մեջ եմ և ելքեր եմ փնտրում։ Ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ գոյատևման խնդիր ունենք։ Մենք չունենք զարգացած տնտեսություն, որ մտածենք արվեստի մասին։ Դրա համար դերասանները հարսանիքել են վարում, սերիալում էլ են նկարահանվում, բայց հետո 100-200 հազար դրամ աշխատելու համար ամեն ինչ անում ես, բայց արդյունքում հետո ով ես դառնալու։ Ինչ հետ քեզ թողնելու, մինչև երբ։ Սա նշանակում է, որ այլևս չեք վերադառնա սերիալ։ Կվերադառնամ, վաղ թե ուշ գոյության խնդրի առաջ եմ կանգնելու, բայց ուզում եմ լուրջ մի գործ էլ անեմ։ Ես կարող եմ և մեկն անել և մյուսը, իմ աշխատած գումարն ուղղորդել նաև լավ աշխատանքի վրա։ Պետք է չթողնենք մոխիրն էլ հանգչի, որովհետև կրակն արդեն հանգչել է։ Արդյոք սա միայն երկարաշունչ սերիալների խնդիրն է։ Հաճախ կարճատև ֆիլմերում ևս նկատելի է երկարատև սերիալների ազդեցությունն ու ուղղությունը։ Ինձ հրավիրում են ֆիլմում նկարահանվելու, բայց հասկանում եմ, որ դա ավելի վատ է, քան սերիալը։ Իհարկե, իրենց թվում է ամբողջական բան են նկարահանում, սակայն երկարատև սերիալի մտածողություն ունեն։ Արդյունքում միևնույն է, վատ է ստացվում։ Սա սցենարիստների, ռեժիսորների թե դերասանների խնդիրն է։ Ամենաշատը, որ մասնագետների պակասը ունենք։ Բոլորիս խնդիրն է, յուրաքանչյուրս մեր մեջ պիտի փնտրենք սխալը։ Ամեն դեպքում կան մասնագիտական կոնկրետ բացեր, օրինակ ֆիլմերում պետք է լինեն երկխոսություն գրողներ, սակայն հայկական հատուկենտ ֆիլմերում է կիրառվում այս պրակտիկան։ Սա մասնագետների պակասի խնդիր է։ Մենք լավ մտքերի, գաղափարների հեղինակներ ունենք, բայց հենց հերթը հասնում է թղթին, դա դառնում է կատաստրոֆա։ Ասում ես, ինձ ուրիշ բան էիր պատմում, հիմա ուրիշ բան եմ կարդում, անգամ հումորն այնքան պարզունակ է։ Միգուցե ես իրավունք չունեմ խոսելու այս մասին, բայց չեմ ուզում լինել այն դերասաններից մեկը, ովքեր գործ են անում ուղղակի իրենց ընտանիքը պահելու համար։ Մեր իրականության մեջ հարմարվում են դերասանի պահանջներին։ Թե մեկի պահանջները շատ լինեն, մյուսին կհրավիրեն, առավել ևս, որ էկրանին երևալ ցանկացողների մեծ հերթ կա։ Իհարկե, ես անփոխարինելի մեկը չեմ։ Հիմա ավելի վատ պրոցես է գնում, կան կիսազոմբիացած դեմքեր, որոնք առհասարակ կապ չունեն ոլորտի հետ, սերիալներում համատարած էժան աշխատուժ է։ Ջահելներ են, որոնք վստահ եմ գիրք չեն կարդում, տեսք ունեն, բայց չեն աշխատում իրենց վրա։ Ամեն դեպքում կան լավ դերասաններ, որոնք փորձում են իրենց խոսքը տեղ հասցնել։ Հայաստանում հատուկենտ են դերասանները, որոնց հետ փորձում են հաշվի նստել։ Դե պետք է հող ստեղծել, որ շատանան։ Դուք ձեզ դասում եք նրանց շարքին։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Հուսով եմ և հավատում եմ, որ վաղ թե ուշ ժամանակը կգա, երբ յուրաքանչյուրս մեզ հետ ազնիվ կլինեն։ Ու մեզ հաշիվ կտանք ինչ և ինչու ենք անում։